Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, մեր կլոր սեղանները արդեն ավանդական են եւ մենք այսօր անց ենք կացնում հերթական մեր կլոր սեղանը, նախորդ կլոր սեղանը դիտվել է ավելի քան 50,000 մարդու կողմից եւ մենք ստացել ենք մի քանի 100 առաջարկներ, նամակներ, քննարկումներ, որոնցից մեկը հետևյալն էր, որ իսկ ինչու չեք հրավիրում ուրիշ կուսակցություններին եւ ուրեմն միայն դոկ կուսակցության ցուցակի առաջին համար Լևոն Բաղդասարյանն է մասնակցում, ասեմ հետևյալը, որ մենք եւ նախորդ կլոր սեղանին եւ այսօր հրավիրել ենք ուրեմն առաջատար կուսակցությունների ներկայացուցիչներին եւ նույնիսկ ոչ առաջատար, բայց ուրեմն այսպես ասեմ, ավելի կոնկրետ ասեմ, հրավիրել ենք եւ ուրեմն Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչին եւ Գագիկ Ծառուկյանի կողմից ղեկավարված Բարգավ Աչ Հայաստան եւ Քոչարյանի կողմից ղեկավարված Հայաստան Դաշինք, այդ եւ չորրորդ կուսակցությունը, որ մենք կամ առաջինը գուցե մի խոսքով կուսակցությունը, որ մենք համարում ենք առաջատար, դոկն է։ Ինչպես նաև ոչ այնքան առաջատար կուսակցություն, մենք օրինակ այս անգամ հրավիրեցինք նաև Մարությանի ղեկավարած կուսակցությանը, Մարությանին, բայց մեզ արձագանքեցին միայն երկու կուսակցություն։ Դոկ կուսակցությունը, որի ղեկավարը այստեղ է, շնորհակալություն պարոն Բաղդասարյան, որ ընդունեցիք մեր հրավերը, եւ ուրեմն Բարգավ Աչ Հայաստան կուսակցության կողմից Իվետա Տոնոյանը շնորհակալություն հայտնեց հրավերի համար եւ ներողություն խնդրեց, որ նրանք չեն կարող զբաղվածության, նախընտրական այս վերջի օրերի զբաղվածության պատճառով մասնակցել։ Բոլոր դեպքերում, հարգելի դիտողներ, մենք փորձում ենք ապահովել բազմակողմանիությունը եւ օբյեկտիվությունը։ Ասեմ նաեւ, որ դուք հիշում եք, որ նախորդ մեր քննարկման ժամանակ, նախորդ կլոր սեղանի ժամանակ, դրանից առաջ կլոր սեղանների ժամանակ բարձրացվում էր արցախցիների Հայաստանի ընտրություններին չմասնակցելու ուրեմն խնդիրը, քանի որ իբր թե այդ անձնագրերը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրեր չեն։ Եվ մենք բազմիցս դիմել էինք բոլոր իրավաբաններին, մոտավորապես շուրջ արդեն 2 ամիս է, որ դիմում ենք իրավաբաններին, որ խնդրում ենք անպայման ձևակերպել հարցը թե կենտրոնական ընտրական հանձնաժողովին, թե այլ պետական մարմիններին, թե ինչն է պատճառը եւ արդյոք կարելի է մարդուն կապույտ անձնագրով Հայաստանի գերբը վրան խփած, ուրեմն չթույլ տալ, որ նա մասնակցի ընտրություններին եւ այս ուրեմն քննարկումների եւ մեր դիմումներին արձագանքեց պարոն Բաղդասարյանը եւ որպես իրավաբան հարցում տվեց կենտրոնական ընտրական հանձնաժողովին, թե ինչն է պատճառը, որ արցախցիները, որոնք 1989 թվականի դեկտեմբերի 1-ից ստացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, օրենքով սահմանված կարգով, ինչու նրանք չեն մասնակցում քվեարկությանը։ Եվ ուրախություն բոլորիս ասեմ, որ պարոն Բաղդասարյանին հաջողվեց ուրեմն այնպիսի հարցում իրավական տեսք տալ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատասխանեց, որ այո, արցախցիներին իրենց մոտ եղած կապույտ անձնագրերով թույլատրվում է մասնակցել ազգային ժողովի ընտրություններին, որի համար պարոն Բաղդասարյան շնորհակալություն ձեզ։ Այդ հարցով խնդրում եմ ձեր մեկնաբանությունը։ Շնորհակալություն, կրկին անգամ շնորհակալ եմ հրավերի համար, կրկին անգամ բարձրաձայնում եմ, որ պատիվ եմ համարում լավագույն մեդիաներից մեկում իդեմս Իրավունք մեդիայի, Իրավունք TV լինել այս տաղավարում։ Նախ Հայկ Բարիսի արձանագրեմ, որ մեր ղեկավարը վարչապետի տեխնացուն Վարդան Ղուկասյանն է, այո, եւ երկրորդը կապված արցախցիների թեմայի հետ, այո, իրավամբ դուք ճիշտ նկատեցիք, այստեղ մենք ձեր կողմից որպես չորրորդ իշխանության ներկայացուցիչ ղեկավարի իրավամբ բարձրացվեց խախտումը արցախցիների եւ իրավական հարթության վրա քննարկվեց եւ այո պետական լիազոր մարմինը գտավ, որ վերջիներիս ընտրելու իրավունքը խախտված է եւ համապատասխան որոշմամբ թույլատրեց։ Գիտեք, ես հիշեցի նաեւ, որ
բազմաթիվ են եղել դեպքերը, որ գլխավոր պլան մղելով անձի խախտված իրավունքը, ինչու՞ չէ նաև Սիմ կուսակցության իրավունք TV-ի հետ մենք պայքարի ենք դուրս եկել։ Ես հիշեցի այն ծանր օրերը, այսպես ասած, ճակերտներով, երբ Սորոս հիմնադրամի կողմից ֆինանսավորում էին տարբեր իրավապաշտպանների, ովքեր դատի էին տալիս իրավունք թերթին միայն նրա համար, որ իրավունք թերթը բարձրաձայնում էր այնպիսի հարցեր, պայմանական այդ բառը ոնց իմ ասեմ, նույնասեռականների, պայմանական այլ, այսպես ասած, թողներվի սորոսականների, ովքեր դեմոկրատիայի անվան տակ քայքայիչ գործողություններ են իրականացնում եւ իրավամբ, եթե ոչ իրավունքը ապահով պետքա բարձրաձայնել եւ արդյունքում ես հիշում եմ անգամ հրապարակվեց, որ այն իրավապաշտպանով կկանգնի, այսպես ասած, այդ անձանց կողքին, կարծես թե յուրաքանչյուր գործի համար 5000 եվրո փող են տալիս եւ մենք հիշում ենք այն ծանր օրերը, այսպես ասած, երբ պայքարում էինք այդ քայքայիչ գործողությունների դեմ եւ արձանագրեմ, որ հաղթանակով էլ ավարտում էինք։ Գիտեք նաև ինչ մտքովս անցավ, նայեք հենց արցախցիների թեմայով, եզակի քաղաքական ուժ է դոկ կուսակցությունը, որ չի նայում այդ գործողության արդյունքում ռեյտինգ կկորցնի, գործողության արդյունքում ռեյտինգ կբարձրանա, նայեք արցախցիների թեման գլոբալ թեմա էր եւ այնպես չէր, որ դոկ կուսակցությունը բարձրաձայնեց իդեմս ինձ եւ դրա արդյունքում այդ բոլոր ձայները պետքա գային դոկ կուսակցության ընտրությունների ժամանակ։ Դա լրիվ այլ թեմա է եւ հիմա ես մտածում եմ, որ այսա սկսվելու է որոշ քաղաքական միավորների կողմից, այսպես ասած, որսը դեպի ճակերտներով դեպի արցախցիներին վերցուց են տալու, թե իրանք իշքան լավն են եւ պետքա գնան, ասենք, ընտրեն այդ քաղաքական ուժին պայմանական։ Մենք նման խնդիր չունենք, ավելին ես կուզենամ արձանագրեմ հետեւյալ կարևոր Եվանորմը, որ Վարդան Ղուկասյանը տարիներ շարունակ երբեք ժողովրդի մոտ չի գնացել խաբեությամբ, նա ժողովրդի հետ խոսել է ուղիղ, երբեմն կոշտ, բայց անկեղծ։ Ու երբ շատերը լռում էին, նաև այս արցախցիների հարցով Այգ Բարիսի, նա բարձրաձայնել է բազմիցս տարիներ շարունակ բանակի քայքայում, պետականության թուլացում, կոռուպցիան, պայմանավորվածությունների արտաքին կախվածության եւ ազգային արժանապատվության կորստի մասին։ Այո, երբ շատերը մտածում էին միայն իրենց աթոռի մասին, Վարդան Ղուկասյանը խոսում էր պետության ողնաշարը վերականգնելու մասին։ Թող այնպիսի տպավորություն չստացի, որ Սազարը հիմա գովում է այլ վարչապետի տեխնացիան, բայց դա է իրականությունը։ Ինչ վերաբերում է, որ չեն արձագանքել տվյալ քաղաքական ուժերը, որ գային այս բանավեճին, ոնց եք կարծում, Հայկ գալիս են այստեղ իրանք ինչ անեն։ Իրանք պետքա շուտ ասելուքի պես հիմա բակերով, փողոցներով ցույց տան, որ իրանք լավագույններից լավագույնն են։ Իրավամբ թող ընտրողը նայի իր հետևությունը անի։ Շատ լավ, պարոն Բաղդասարյան, այ մենք քննարկեցինք արցախցիների թեման ընտրությունների մասնակցելու, այո, դա մեր համատեղ հերթական հաղթանակն է եւ ձեր բարձր պրոֆեսիոնալիզմի եւ համարձակության շնորհիվ մենք մի շարք խոշոր հաղթանակներ ենք տարել, թե Սորոսի հիմնադրամի դեմ համատեղ հաղթանակ էր, թե տարբեր աղանդների եւ ուրեմն համասեռամոլների այդ լոբինգի իրականացնող կազմակերպությունների դեմ այսօր էլ նոր հաղթանակ է, որ արցախցիներին թույլ տվեցին մասնակցել Հայաստանի Հանրապետության ընտրություններին եւ մենք շարունակենք, կարծում եմ, ձեզ հետ այս պայքարը, առավել եւս երբ որ դուք կընտրվեք ազգային ժողովի պատգամավոր եւ կունենաք, մաղթում եմ ձեզ առաջին տեղը վերցնել այս ուրեմն մրցապայքարում, մենք շարունակենք, որ արցախցիների անձնագրերը հավասարազոր ուժ ունենան, այդ կապույտ անձնագրերը բոլոր մնացած ուրեմն Հայաստանի մարզերի, բնակիչների անձնագրերի հետ։ Բայց ես կուզենայի ձեզ հարց տալ։ Այ մենք խոսեցինք արցախցիների մասին, վերջերս Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժի ներկայացուցիչը հայտարարեց, որ Արցախը չեն կարող վերադարձնել։ Այսինքն մենք կպատժենք Արցախը հանձնողին Նիկոլին, բայց Արցախը վերադարձնել չենք կարող։ Այդ դեպքում ինչի են գալիս այդ մարդիկ, ինչի են ուզում, ինչի են ակնկալում դառնալ իշխող ուժ, այսինքն եթե Արցախը չպետք է փորձեն վերականգնել։ Եվ մնացածը քաղաքական ուժերի մոտ Արցախի թեման, գիտեք ինչ, այդպես ոնց որ ամոթխած է, դրվում է մի կողմ, որովհետև չգիտեն ինչ ասեն։ Ոչ նա ասեն, որ իրանք
չեն ուզում զբաղվել այդ հարցով, իրենց շատ հարմար է, գիտեք, արդեն Նիկոլը տվել է Արցախը, շատ հարմարավետ իրավիճակ է։ Էլ պետք չի զբաղվել դրանով, պետք չի մտնել կռվի մեջ, պետք չի պայքարել դրա համար։ Տվել է, բայց Նիկոլը սրիկա է, որովհետև տվել է Արցախը, բայց չեն ասում, որ մենք էլ ուզում ենք վերադարձնել, ասում դե լավ, արդեն հարմար է։ Լավ, ինչ որ մեկը գտնվեց, փաստորեն լոգիկան այդպես է։ Լավ, ինչ որ մեկը գտնվեց այդ դավաճանությունը արեց, մենք էլ մեր ձեռով ստիպված չենք լինի։ Ուրեմն ինչ որ, չգիտեմ, պայքարել դրա համար եւ արդեն հիմա կարելի է մինչեւ Հավիտյանից խոսել, թե Նիկոլը դավաճան էր, տվեց Արցախը, այսենց է, այնց է, բայց իրենք որևէ գործողություն չեն անում։ Ձեր ծրագրում ես այն որ դուք ներկայացրեցիք նախորդ մեր կլոր սեղանի ժամանակ երևում էր որ դուք Արցախի թեման առանձնացնում եք եւ կարծես թե դրանով դուք առանձնանում եք բոլոր մնացածին, որ ձեզ մոտ Արցախը վերադարձնելը դրված է առանցքային հարց։ Խնդրեմ այս թեմայի շուրջ ինչ կասեք։ Շնորհակալ եմ, լավ հարցեր Այգ Բարիսի, ճիշտ նկատեցիք, միակ քաղաքական ուժը, որ հրապարակային հայտարարել է, որ արցախցին գնալու է Արցախ եւ մնացած ծրագրային դրույթներում հատիկ գրված է, թե ինչպես դա պետք է լինի, ոչ մի քաղաքական ուժ չամարցակվեց հանման հայտարարություն անի ծրագրային դրույթ ներկայացնի եւ չէր էլ կարող. Ինչի, որովհետև ըստ էության թող կոպիտ չհնչի, նախկինները կերան այդ թվում նաև Արցախը եւ այսօրվա իշխանությունը հաշիվը փակեց։ Դա մի փոքր միգուցե կոպիտ է հնչում, բայց իրականում դա այդպես է։ Հակառակ բaragam ճիշտ նկատեցիք, նախկինները ունեին պոզիտիվ պարտավորություն ներկայացնելու ծրագիր, թե ինչպես պետք է արցախցին գնա իր պատմական բնակավայրում ապրելու։ Միանշանակ այդպես է, ես ընդունում եմ եւ այո, անգամ պարոն Ղուկասյանը ասեց, ինչով եք տարբերվում նախկիններ դուք ներկաներից, եթե դուք ինչպես քիչ առաջ դուք ասեցիք, եթե դուք չեք ներկայացնում եւ չեք հայտարարում, որ Արցախցին ունի պոզիտիվ պարտավորություն ապրելու Արցախում։ Միանշանակ մեր ծրագրում դա կա, բաղկացիչ մասերից մեկն է, ուղղակի ավելի մանրամասն ժամանակին ներկայացնենք ծրագրում էլ կա, թե ոնց դա պետք է լինի։ Կարճ ասեմ, օրենքի դիկտատուրայի ուժով միասնաբար մենք հասնել ենք նաև այն նպատակներից մեկին կարևորագույն, որը վերաբերում է Արցախի թեմային։ Շնորհակալ եմ։ Մենք այնցած մեր կլոր սեղանին քննարկեցինք տարբեր տեսակի խախտումներ, օրինականության խախտումներ։ Մեկը լուծվեց, արցախցիներին հիմա թույլատրեցին, բայց այն մնացածը մնացին ուրեմն որպես խախտում, որոնք շատ լուրջ կասկածի տակ են դնում օրինականությունը ընտրությունների ընթացքում եւ եւս մի հարց։ Մենք անդադ լսում ենք ձայնագրություններ, մեկը ասեց, որ ես չգիտեմ, փող եմ տալիս, մյուսը ասեց, ես փող եմ վերցնում, շարքային քաղաքացիներ են, կարծես թե։ Ոնց է ստացվում, որ իշխանությունները դատարանը պետք է թույլ տա, չէ՞, ձայնագրությունը որպեսզի լինի, եթե չէ հակառակ դեպքում ձայնագրությունը ապօրինի է։ Այսինքն ստացվում է, որ իշխանությունները բոլորի հանդեպ ուրեմն թույլ են տվել դատարանների միջոցով ձայնագրություններ կատարել, լսել հեռախոսակցությունները, այսինքն սա տոտալ հետևում են բոլորին, որովհետև կարծես թե մեծ խոշոր քաղաքական գործիչներ չեն նրանք, ում ձերբակալում են, այլ շատ անգամ շարքային քաղաքացիներ են, այս կամ այն ուրեմն շտաբի անդամներ։ Նշանակում է բոլորին լսում են, հա, այդպես ենք, այսինքն սա է իրավիճակը այսօր Հայաստանում։ Շնորհակալություն, կարևոր հարց է Այգ Բարիսի։ Հարցը բաժանենք երկու մասի։ Առաջինը լսելու հետ կապված այդ իրավաչափության աշճանը եւ երկրորդը ինչ ձևով է գնում նախընտրական քարոզարշավը։ Ցավոք սրտի այս 30 տարիների մեջ մենք ունեցել ենք քաղաքական այնպիսի նախընտրական կամպանիա, որ մարդիկ անգամ չափազանցված առասպելներ են պատմում։ Օրինակ պատմում են Դեմիրճյան Քոչարյան ընտրության ժամանակ այնքան շատ են եղել փոխված քվեաթերթիկները քվեարկած, որ տարել են Սևանա լիճն են լցել։ Այն որ այդ ժամանակվա սերունդը տեսել է, թե ինչպիսի տոտալ ձևով խայտարակ ընտրություններ է գնում, դա հանրահայտ փաստ է։ Եվ եթե ինչ-որ մեկը հանկարծ կհակաճառի, պատրաստ կլինեմ ցանկացած վայրում, ցանկացած հրապարակային հարթակում դնենք քննարկենք։ Ինչերից է դա անցած փուլը։ Եկանք ասանք ներկայի փուլում։
նույն գործառույթները ավելի արդեն մեծ գումարներով այսօր տեղի ունենում այսօրվա նախընտրականի ժամանակ։ Եվ գիտեք, հաճախ արձանագրում ես լավ այս աշճանի իշխանությունը բերեց, այն աշճանի իջացրեց ընտրողին, որ ընտրողը իր հանապազօրյա ընտրողի մոտ գիտակցությունը այնպեսին է, որ դե մեկը ոչ մի բան չի փոխվելու, եկալ է մեզ գումարը, հետո տեսնենք թե ինչ ալնելու։ Բազմիցս արձանագրել են։ Եվ իմիջիալս միակ քաղաքական ուժը կուսակցությունն է, որ հրապարակային հայտարարել է, որ պետական լիազոր մարմինն ունեն տոտալ պոզիտիվ գործառույթ իրականացնելու, նկատի ունեմ կենտրոնական հանձնաժողովին եւ իրավապահ մարմիններին դրանց գնահատականը տալու եւ իշխանական բուրգում որ վարչական ռեսուրսի տոտալ իրականացումա գնում եւ այսպես ասած ոչ իշխանական, չնայած շատ հետաքրքիր ոնց որ սիամական կատուներ լինեն, թողները մի քիչ կոպիտ եմ արտահայտվում, մեկը մեկին լրացնում են, մեկը վարչական ուժա կիրառում, մյուսն էլ տոտալ ձևի ընտրակաշարք։ Ինչ վերաբերում է որ իրավապահ մարմինները ինչպես են այդ կարծես թե բոլորին լսում են եւ բարձրաձայնում են, այն աշճանի խայտարակ վիճակում այսօր գտնում Հայաստանի Հանրապետությունը եւ պետական լիազոր մարմիններին էլ ունենալով համապատասխան տեղեկություն, որ այդպիսի կոռուպցիոն գործառույթներ է տեղի ունենում, մեղմ ասում կոռուպցիոնը, հանձնարարելա զբաղվում են։ Բավական էր դա պետական լիազոր մարմինները անեն, բնականաբար չեն բացահայտվի։ Ես այստեղ հակառակ հարցն եմ տալի։ Վարչական ռեսուրսի հետ կապված, որ օգտագործում են մանկապարտեզներից, դպրոցներից, երեխաներ, դասատուների եւ այլն։ Բայց դրա հետ կապված ինչի մի հատ քրեական վարույթ չկա։ Տեղեկացնեմ, որ դրա հետ կապված եւս դիմումա ներկայացվել օրենքով սահմանված կարգով կենտրոնական հանձնաժողովի, որպեսզի տան իրենց գնահատականը։ Ինչի, որովհետեւ ընտրությունների լեգիտիմության հարցը հարցականի տակ է, հա, եթե մարդուն դու առնում ես, ծախում ես 30 արծաթով, այլ խնդիր է, որ այդ ընտրողը չի հասկանում, որ 30 արծաթը վերցնելով վաղը իր թոշակը չի բարձրանալու, վաղը հարկային քաղաքականությունը չի փոխվելու ի նպաստ հարկատուի, որովհետև այդ տվող անձը տասնապատիկ հետա վերցնելու, դա այլ թեմա է։ Բայց այսօր երևի կրկնում եմ, պետական լիազոր մարմինները պոզիտիվ պարտավորություն են ապահովեն այդ երաշխիքը տան, նաև այն օրինապաշտ ընտրողներին, որ այդպիսի բան չի լինում։ Ես օրինակ բերեմ, երեք չասեմ այդ վարչական շրջանը, բոլորն ա տենց, վարչական շրջանի ղեկավարը կանչում է իր, այսպես ասած, նազիր վեզիրներին, այո, բոլորը իշխանիկ են, իրանց նազիր վեզիրիկները պետք է ունենան եւ հրաման է արձակում։ Ասում է մեր բոլոր պոտենցիալ ընտրողները, մասնավորապես դա պետական ապարատն է եւ այլն, գնալու են ընտրության, վերցնելու են քվեարկեն ԿՊ-ի օգտին եւ նկարելու են ինչպես ծրարը, որ դրվում է, դաժե ասել է, դրվում է ծրարի մեջ կիսա հրապարակային ասել։ Իրա նազիր վեզիրներին է կանչել, ես ասել եմ, եթե բանա, в общем, շահագրգռանցիկ թող հայտարարություն տան, բայց ես հիմա հրապարակային եմ հայտարարում։ Ասել է պետք է նկարեք եւ ուղարկեք, в общем, իշխանիկին։ Իշխանիկն էլ կզեկուցի վերև։ Ահավասիկ էս է այսօրվա բանա ընտրությունը, մենք պայքարել ենք, երևի եզակի կուսակցություն, նաև ինչու՞ չէ, թե կան այլ քաղաքական միավորներ, թող միանան մեզ, որ պայքարում է դրա դեմ։ Ինչ ամենք ձևերը չգիտենք, տոտալ խախտումները, ինչ ամենք ձևերը չգիտենք, թե ումից ինչքան գումար կարող ենք ակնկալել։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, պարոն Բաբոխյան, նոյեմբերից երբ ստանձնեցի շտաբի պետի կոորդինացիոն աշխատանքները, իմ մոտ հերթ ա եղել տարբեր ձևաչափերով եւ քաղաքական եւ ֆինանսական ու հիասթափվել եմ այն ուժերից անձանցից, ովքեր ամեն ինչի մեջ տեսնում են շահ։ Մենք այս ընթացքում մցրեցինք մշակույթ, թե ոնց կարելի է նախընտրական անել եւ իշխանության գալուց հետո տոտալ ձևով նաեւ ասում եմ Վարդան Ղուկասյանի անունից պատժվելու են այդ իշխանիկները։ Համայնքներում ինչ ձևի բանա գնում, տոտալ մարոզա գնում, համայնքներից մեկում իմիջիալոց երեք պարոն Ղուկասյանը 18+ իրային բառապաշարով անդրադարձավ այդ համայնքի ղեկավարին, ով պատկերացրեք Արցախից գաղթած, Արցախից եկած գալի տեղավորվում է տվյալ համայնքում եւ պետական մակարդակով տուն են տալիս, նոր հողատուցում են տալիս, մտնում է իրանց տունը եւ ասում է եթե դու չընտրես
այսօրվա իշխանությանը քեզի աքսորել եմ, չգիտեմ, Ռուսաստան թե որտեղ Սիբիր։ Ահավասիկ էսա պատկերը։ Եվ եթե նախքին ներկա այսօր գալիս են, որպեսզի այդ ֆորմատով եւս 5 տարի վերցնեն իշխանության, չի լինելու, ուղղակի չի լինելու։ Ընտրողը իր գիտակցությունը պետքա փոխի ընտրություն գնալուց առաջ։ Ես 1000 ներողություն եմ խնդրում, հայտարարություն եմ տալի հանցագործության մասին։ Հիմա։ Այո, վարչական, պետական լիազոր մարմինները, իդեմս իրավապահները եւ կենտրոնական հանձնաժողովը ունեն պոզիտիվ պարտավորություն իմ ասածները ստուգելի եւ գնահատական տալու։ Սկսած նրանից, որ համայնքի ղեկավարները, այսպես ասած, շանտաժով փորձում են իրանց գյուղաբնակներից վերցնեն, քվեն պարտավորեցնեն, որ գնան գործող իշխանության ընտրեն։ Եվ վերջացրած նրանով, որ հրանգայիչած, որ ընտրության ժամանակ քվեախցիկում պետք է ընտրեն համապատասխան այդ կուսակցությանը, նկարեն եւ ուղարկեն իրանց ասպես վերադասից։ Եվ գումարած այս տոտալ փող բաժանելը, որ դա գնում է, դա հարգելի ընտրող ոչ մի լավ բանի դա չի բերելու։ Բաբասյան, փաստորեն ձեր ասածը շատ կոնկրետ, ուրեմն ամբողջ ընթացքը այս ընտրությունների դնում է լուրջ կասկածի, կրկնակի կասկածի տակ, այսինքն փող բաժանելը արդեն ապօրինություն է, ադմինիստրատիվ ռեսուրսը այդպես ուրեմն գրեհիկ, ուրեմն կերպով մարդկանց վախեցնել, սարսափեցնել, ուրեմն շանտաժի ենթարկել, դա շատ մեծ ուրեմն խախտում է, այսինքն ընտրությունները կարելի է ասել, որ գնում են նախընտրական ընթացքը շարունակում է գնալ ապօրինությունների մթնոլորտում, բայց մի հարց ուրեմն ես կուզենայի ձեզ հետ ճշտել, տեսեք դուք ասացիք, որ Վարդան Ղուկասյանը իր 18+ բառապաշարով ինչ-որ ներկայացրեց, ես ինքս այդ բառապաշարի կողմնակիցը չեմ եւ գտնում եմ, որ նախընտրական, ընդհանրապես քաղաքական բանավեճում նման բառապաշարը անթույլատրել է, բայց տեսեք ինչ եղավ, երեք հանրային հեռուստատեսությամբ ուրեմն տեղի էր ունենում իբր թե քննարկում դիսկուսիա եւ բառապաշարը առանձնապես չէր տարբերվում 18+-ից, այդ արաբ, չգիտեմ, մի խոսքով շատ գրեհիկ ուրեմն բառապաշար, գրեհիկ մթնոլորտ, բոլորը իրար մեղադրում են, դա մի խառնամբոխ էր, ոչ թե դա ուրեմն լուրջ քաղաքական քննարկում էր, բոլորը իրար մեղադրում են, ոչ մեկ չասեց ինչ անել։ Այ դուք չմասնակցեցիք, ձեր կուսակցությունը ավելի ճիշտ չմասնակցեց այդ խառնամբոխ իբր թե քննարկմանը, ինչն էր դրա պատճառը եւ ոնց է գնահատում, այսինքն մթնոլորտում ոնց կարելի է քննարկել ազգի ապագան։ Պարոն Վախյան, կարծում եմ դուք ձեր հարցի պատասխանը սկզբունքորեն տվեցիք, դուք նայել եք եւ ձեր կարծիքը ըստ էության հայտնեցիք։ Դուք կուսակցության ներկայացուցիչ այնտեղ անելու չունի։ Այնտեղ հավաքվել էին նախկինները եւ ներկաները, թողենք նաեւ այլ նոր կուսակցություններ կային ոչ հայտնի եւ հիմնականում նախկինները եւ ներկաները փորձում էին միմյանց վրա ցեղ շպրտելով ասել թե թողներվի ով է իրանցից ավելի քաղաքական անբարոյականը կամ քաղաքական բարոյականը, դա է իրականություն։ Մենք այնտեղ տեղ չունենք։ Եվ նման դեպքում ընտրողը թող իր հարցի պատասխանը տա։ Ովքեր են նախկինները, ովքեր են ներկաները եւ այո այն բառապաշարը, որ դուք ասեցիք, դա ցույց տվեց վերջիներից դեմքի առաջի փոքր մակերեսային մասը։ Ինչ վերաբերում է Վարդան Ղուկասյանի խոսքին, որ չի ընդունվում 18+-ը, մեղմ ասած 18+-ը, Վարդան Ղուկասյանի խոսքը բաժանված է երկու մասի։ Մի մասը այն ծրագրերն են, որ ներկայացվում է գլոբալ հարթության վրա, եզակի քաղաքական միավորը, որ ներկայացնում է նաև տվյալ մարզի թիրախային ծրագիրը, որտեղ երևում է թե ինչ պետք է արվի, եւ երկրորդ մասը երբ իրավամբ հանցագործություն է կատարում, հանցագործ խմբեր են աշխատում եւ լիազոր մարմինները ոչ տանում են, ոչ լսում են։ Ահավասիկ, եթե անձը տեղյակ է եւ շատերն են տեղյակ, որ ուղակի հրաման է տրվում, թե ընտրությունները ինչ փուլով պետք է գնան համայնքի ղեկավարների կողմից, եւ պետական լիազոր մարմինը իր պոզիտիվ պարտավորությունը չի կատարում, որովհետեւ տեղյակ է, ենթադրում եմ տեղյակ է, հակառակ պարագայում ոնց որ նախկին կոչվածների կաշառքներն էր տենց ջանասիրաբար եթեր դնում, նույն ձևի եթեր պետք է դներ իրանց, այսպես ասած, համայնքի ղեկավարների անօրինական գործառույթները։
եւ ընտրակաշառքը եւ նման պետական ռեսուրսի օգտագործումը հանցագործություն է եւ անթույլ է տրելի է։ Ինչ պետք է անի նման դեպքում Վարդան Ղուկասյանը, պետք է 18+ խոսույթ անի։ 5-6 տարի առաջ ինչ էր անում Վարդան Ղուկասյանը։ Սիրով ասում էր հարգելի պետական լիազոր մարմին, այս ինչ օրը, այս ինչ ժամին, այսքան գումար է վերցրել, այս հիմնարկը տվել է այս ինչ անձին, հանցագործություն է, քեզի ժամանակ եմ տալի, չգիտեմ, մի օր 10 օր մի ամիս։ Անդրադառնում էր մի օր 10 օր մի ամիս հետո եւ օգտագործում էր այն բառապաշարը, որը հասարակություն մեր կողմից ընդունելի չի, բայց ուրիշ ինչ պետք է աներ այդ մարդը։ Եվ այդ բառապաշարը օգտագործելուց հետո շատ գործեր ջրերես են դուրս եկել եւ առիթը բաց չեմ թողում ասելու ավելի շատ գործ արել այդ մարդը իր խոսույթով խոսքի ուժով քան թե ցանկացած պետական հիմնարկ եւ ցանկացած նախկին ներկա քաղաքական ուժեր իրար գումարած ավելի շատ գործողություն է կատարել 5-6 տարվա ընթացքում գիտեք նորից եմ ասում մի քանի օրից ընտրությունները եւ ընտրողը ունի պոզիտիվ պարտավորություն մի հատ նժարը իր դնեն 30 արծաթը առավոտ որ պետքա վերցնի եւ 5 տարի ապրի նորից նույն մեղմ ասած կեղտի մեջ եւ այն ծրագիրը որը օգտագործում է որը ներկայացվել է Վարդան Ղուկասյանի առաջնորդության մեր կուսակցության կողմից թող իրավի բռանի մենք ազնիվ ենք բացենք եւ ասել ենք ինչի ենք գալիս եւ ինչ ենք ցանկանում Պարոն Բաղդասարյան ծրագրերի մասին խոսելիս ես եթե գային մեր գործընկերները այլ կուսակցությունից բոլորին այդ հարցը կտայի առաջին հերթին հարցը կտայի ուժեղ Հայաստան կուսակցությանը Թրամփի այդ ուրեմն ճանապարհի հետ կապված այդ տեսեք վերջի ասուլիսում ուժեղ Հայաստան կուսակցությունը հայտարարեց որ դա ընդհանրապես ճանապարհ է ոչ մի այլ բան չէ, այսինքն միջանցք չէ, հա, թեև բոլորը հասկանում են որ դա միջանցք է Զանգեզուրի միջանցքն է, որը որ Նիկոլը տվեց թուրքերին, ամերիկացիներին, ադրբեջանցիներին, գոնե ստորագրեց, դեռ չի տվել, բայց ստորագրել է արդեն պարտավորություն է վերցրել հանձնել Զանգեզուրի միջանցքը Ալիևին եւ Էրդողանին ամերիկացիների վերահսկողության տակ։ Հիմա ուժեղ Հայաստանը փորձեց, այսպես ասած, պարզ չի Նիկոլին արդարացնել, թե իրենց ուրեմն վերաբերմունքն է, որ դա շատ լավ ծրագիր է եւ դա ընդհանրապես ճանապարհ է։ Այդ ձեր նախընտրական ծրագրում կամ ընդհանրապես ձեր աշխարհայացքով դուք ինչպես եք վերաբերվում այդ ըստ էության Զանգեզուրի միջանցքին կամ ինչպես դա կոչվում է Թրամփի ճանապարհին։ Դրա տիպիկ պատասխանը եւս տվել է մեր կուսակցության լիդերը Արոն Վարդան Ղուկասյանը հրապարակային այն էր, ինչպես նաև սիրում ասել YouTube-ը հոգա, հետ տվեք մի հատ տեսեք ինչ է հայտարարել։ Ինչ ասում դոկ կուսակցությունը։ Եթե դա գտնում եք, որ միջանցք չի, էլի խնդիր չկա, միջանց չի։ Բայց հաջորդ ճանապարհը, որ գնալի է դեպի Ադրբեջան, նույն ֆորմատով է լինելու։ Այսինքն, եթե այնտեղ չի կանգնելու պետական լիազոր մարմին, հսկողություն չի լինելու, ստուգում չի լինելու, արդյոք այն հակառակ կողմը երբ գնալի է ճանապարհը, ասենք, այնտեղ եւս նույն ֆորմատով է լինելու։ Եթե հավասարազոր է, այո, կարելի է քննարկել եւ օքեյ տալ միանշանակ։ Եթե հավասարազոր չի, այստեղ արդեն չի կարա դա լինի այդ ճանապարհը, այսպես ասած, հերթական անգամ բանցիկով նվիրել, այսպես ասած, երրորդ երկրին։ Ինչ վերաբերում է Թրամփի ճանապարհ, կարճ ես ներկայացնեմ։ Մի քանի օր առաջ համացանցում երևաց ադրբեջանցի մի պատգամավորի, ով ասում է, որ պետքա ոչ թե լինի Թրամփի անունով, այլ պետքա լինի Ալիևի անունով։ Այսա վաղը միսօր մի քանի բաներ կասեն, բա Ալիևի անունով չէ՞, այդ մարդը տեա ծնվել, ասում են, չէ, ծննդավայր եղել է Սյունիքում, բան եւ այլն, կերակրել է Իրան հայ մայր, բա եղբայրներ ենք, բարեկամներ ենք, Ալիևի անունով չլինի։ Եվ երրորդ ամենակարևորը, մենք բոլորս լավ գիտենք, թե ով է Թրամփը։ Բիզնեսմեն եւ կարծում եմ, չեմ ուզում բացական բան ասեմ, մարդ ով որ այդ կառավարումը վաղը վաճառել է երրորդ անձի, ով կարել է երրորդ անձը, այն շագրգիռ անձը, ով որ բազմիցս հայտարարում է, որ մենք այլևս զենքով չենք գալու այս տարածքով, ասենք, դրա կարիքը չկա արդեն, զենքը պրծել է, մենք հիմա քայլելով ենք գալու։ Սա է իրականությունը, այսինքն ամփոփեմ։ Եթե հավասարազոր ճանապարհ է լինելու ինչպես Ադրբեջանի տարածքի ճանապարհը, միանշանակ կարելի է դնել նայել քննարկել։ Քանի անգամ է Վարդան Ղուկասյանը ասել եւ անվանական է ասել 18+-ով, ասենք տվյալ պաշտոնյային վերցրակնգատ կամ
թողներվի դլոյիդ վերցրա, մի հատ էլ գնային ճանապարհը տես անցի տես հավասարազորը, թե հավասարազոր չի։ Ասողին լսող է պետք։ Բաներ ընտրողներ պետքա դա հասկանա գիտակցի, թե վաղը միսօր ինչի առաջ ենք մենք կանգնելու։ Սա իր պատասխանը։ Այսինքն ամբողջ խնդիրը հետևյալն է, որ Թրամփի ճանապարհը, չգիտես ինչու, սկսում եւ ավարտվում է Սյունիքի մարզով։ Այո, դուք Ոչ թե այն սկսվում է, ասենք, Սյունիքի մարզով, բայց շարունակվում է Նախճեվանով, շարունակվում է դեպի Բաքու կամ Ադրբեջանի տարածքով, դեպի մեր ուրեմն հիմնական դաշնակից եւ հիմնական ուրեմն մեր շուկան ռուսական սահմանը, այլ չգիտես ինչու մենակ այդ կտորն է Թրամփի ճանապարհը, բա դրա շարունակությունը, բա աջ, բա ձախ, բա ասում է խաչմերուկ, այսինքն ինչն է պատճառը, ես ձեզ լրիվ հասկացա, կարծում եմ, որ ձեր դիրքորոշումը շատ ավելի սթափ է, քան այն, որ փորձում են արդարացնել այդ Թրամփի ճանապարհը եւ իրականում Զանգեզուրի միջանցքը, որը որ Նիկոլը տրամադրում է Ալիևի շանտաժի դիմաց։ Եվ քանի որ մենք անցանք ուրեմն այս ճանապարհներին, հետարքիր իրավիճակ է ստեղծվում, տեսեք, Նիկոլը հայտարարեց, որ գնում է դեպի Եվրամիություն, իր ձեռքի տակ գտնվող խորհրդարանը դա հաստատեց, օրենք ընդունեց անգամ, եւ ուրեմն Ռուսաստանն էլ ասեց, դե թե դուք գնում եք դեպի Եվրամիություն, ես ինչ եմ ֆինանսավորում ձեր գնալը դեպի Եվրամիություն, դեպի իմ թշնամիները։ Այդ դեպքում գազը պետք է ստիպված թանկացնենք եւ ձեր ապրանքը դեպքում տարեք ձեր բարեկամների մոտ, ում որ դուք տեսնում եք որպես ձեր երազանք, ձեր նպատակ եւ այլն, տարեք ձեր պամիդորը, ձեր ծիրանը, խաղողը, գիլասը եւ այլն, տարեք այդտեղ եւ ուրեմն սպառեք այդտեղ, եթե կարող եք։ Եվ դրա պատասխան Նիկոլը ասեց, ես կփոխհատուցեմ, եթե պիտի փոխհատուցի նշանակում պետք է փող տա, հարց է ծագում որտեղից այդ փողը, տեսեք, մենք արդեն կրճատել ենք մեր մի շարք սոցիալական ծրագրեր, պաշտպանական բյուջե, իսկ Նիկոլի 8 տարվա մեջ վերցրել է $7 միլիարդ պարտք ավելացրել, այսինքն կամ պետք է պարտք վերցնի, բաժանի ուրեմն փոխհատուցման տեսքով, այդ պարտքն էլ դե մենք ու մեր երեխաները պետք է փակենք, ոչ թե Նիկոլը, հասկանալի է, հա, այսինքն հերթական խաբեություն, հերթական էժան պոպուլիզմ եւ հերթական անգամ վնաս Հայաստանի Հանրապետությանն նախատեսվում։ Այդ իրանց փոխհատուցելը ո՞նց եք պատկերացնում կամ ինչ եք պատկերացնում այս իրավիճակի հետ կապված։ Ես այդ խոսքը բավականին վտանգավոր եմ տեսնում եւ կարծում եմ աղերսունի պետական անվտանգության հետ։ Այն դուք խոսում եք ինֆորմացիոն գիտակցության մեջ, անձ աշխատող մարդ է, չի կարողանում իրացնի եւ սկսում են փոխհատուցել։ Պայմանական, առերևույթ եմ ասում, տիարիսկ եմ ասում, դա էլ մի հատ այլ հարց է, հիմա կանդրադառնամ։ Դուք պատկերացնում եք այդ մարդու աշխատանքային օգտակար գործողության գործակիցը։ Մարդը սովորելի է, որ պետք է առերևույթ փոխհատուցվի, օգնություն տրվի, եւ ես հիշեցի մեր նախկին քաղաքական գործիչներից մեկի անունը չտամ, թող չփիարվի, ով շատ տիպիկ որում գտնվում էր իշխանության բուրգում եւ խաղացող էր։ Գտնվում է եւ տիպիկ արտահայտեց, որ պետք չի կովը մորթել, որ օգնություն ստանաս։ Դու վերցրա գումարը, մի կովը սարքի 2 կով, որպեսզի օգնություն չստանաս եւ ապրես։ Հիմա ինչ է նշանակում, մարդուն փոխհատուցում են, որ մարդուն է սովորացնում են անգյալությունը, այսպես ասած։ Ինչ վերաբերում է փոխհատուցմանը, գիտեք, ինչեւ այդ փոխհատուցելը այնքան բան կա փոխհատուցելու, ես էլ արցանագրում եմ որպես իրավապաշտպան։ Այսօր շատ չասեմ տասնյակ հազարներով, թե պետք ասեմ 100,000-ներով անձինք այսօր դատանով դարձել են օրենքով բոմժ։ Բավականին վատ բանկային քաղաքականությունից բավականին վատ տնտեսական քաղաքականության արդյունքում հայտնվել են վերջի ինքը գույքը կորցրելու վտանգին։ Պայմանական օրինակը բերեմ, կոչում ենք սոցիալական պետություն։ Ինչ է անում պետությունը։ Պետությունը ուղղակի օրինակ եմ բերում, օրինակները բազմաթիվ են։ Պետությունը տալիս է, այսպես ասած, ոնց են սիրում ասեն, վարկա տալիս, գյուղացուն եւ նաեւ այդ վարկի բապով պարտադրում է, որ դե իրանք են դրսից բերում, չէ՞, մենաշնորհեն։ Բերում են, ասենք, ցորեն, պայմանական, որ պետքա ցանեն։ Պարզվում այդ ցորենը ժամկետ անցած, ցորենը չգիտեմ ինչ բաներով է անցել եւ չի ծլում։
Կան երկրորդ տարբերակը ծորենը չի ծլում, քանի որ գյուղացին ջուր չունի։ Հեսա դրան է կանդրադառնամ սուբյեկտիվ, օբյեկտիվ պատճառներով։ Ծորենը չորանում է, բանկ գալիս է, այդ մի հատ հրեշ է, բանկը գալիս է, ասում է ինձ այնքան քիչ է այդ բանը գումարը տվել եմ, տոնտել բանի տակ եմ դրել, հա, գրավի առարկա է եղել, փողոց տուր։ Այս գյուղացի մի մասը գնում է ընկնում այլ տոկոսների տակ, մի մասը հելնում է փողոց, մի մասն էլ, չգիտեմ, թողում գնում է Ռուսաստան։ Արդյունքում տասնյակ հազարներով, 100,000-ներով մարդիկ դառնում են օրենքով բոմժ։ Հարգելի կառավարություն, այս հայ ազգը աշխատող ազգ է։ Պետք չի մեղադրել, որ գումարը վերցրեց, մի առիթով ասել գնաց նիվը առավ կամ չգիտեմ ինչ առավ։ Այո, նիվը էլ պետք է առնի, ավելի լավ մեքենա էլ պետք է քշի, քան տեսօր կառավարության շատ կաբինետներ նստած մարդիկ։ Եվ ինչ պետք է անի ստե պետությունը։ Եթե պետությունը, իշխանությունը տեսնում է, որ տվյալ քաղաքացու գյուղաբնակի մեղքով չի, որ այդ շահույթ չի ստացել, նա ունի պոզիտիվ պարտավորություն փոխհատուցի, այդ փոխհատուցումը տեղ պետք է Այդտեղ պետք է։ Քաղաքացուն գյուղաբնակին պետք է սովորացնի աշխատելու արվեստը, բայց այն ժամանակ որ ոչ այդ քաղաքացու գյուղաբնակի մեղքով, այսպես ասած, հայտնվեց ծայրահեղ վիճակում, նա ունի պոզիտիվ պարտավորություն փոխհատուցելու։ Իմեջալոց դա Միջնադարում Մխիթար Գոշի, այսպես ասած, իրավունքով օրենսդրության մեջ դա նախատեսված է եղել։ Ավելին, մարդու վերջի բնակարանը վերցնելը, երբ մարդը ոչ մի բան չունի, բնակարանն ես վերցնում, ընտանիքը դուրս է մնում, հայ բարեսի, այդ մարդը բավականին վտանգավոր մարդ է դառնում։ Ինչ է անում այդ մարդը։ Կամ պետք է գնա խոպան, այսպես ասած, այլ ընտրանքային, որպես կանոն Ռուսաստան են գնում, աշխատի գումարը ուղարկի, երկրորդ տարբերակը դառնում է հանցագործ, եւ երրորդ տարբերակը ձեռքը մուրում է պետության, ասում է պետություն, խնդրում եմ ինձ գումար տուր։ Ես մի հատ ուրիշ օրինակ էլ բերեմ։ Տարիներ առաջ այս իշխանության ժամանակ հյուսիս-հարավ կոչվող այդ հատվածում դեկտեմբերի 20-26-ն էր արդեն Եվ այդ աշխատողները դուրս եկան փողոց փակեցին հյուսիս-հարավի, ասին մեր 2-3-4 ամսվա աշխատավարձերը տվեք։ Ինչ արեց իշխանությունը։ Ասում եք, Վարդան Ղուկասյանի օրոք տես կլինի։ Իշխանությունը եկավ հենց գալստուկներով, նախարարության տեղակալներ, մարզպետներ, տեղակալներ, ասին գիտեք, այս էլ մեր ապացույցը։ Այդ գումարը կառավարությունը վաղուց փոխանցել է այդ շինարարական կամպանիային, որտեղ աշխատում են։ Այսա նոր տարին թող անցնի, ռազբուրանենք տեսնենք, թե ինչի չի տվել։ Դուք պատկերացրեք, իշխանավորը գնում է նոր տարի անելու, դե պատկերացրեք ոնց անելու նոր տարին։ Այն հայ մարդուն, ով 3-4 ամիս աշխատավարձ չի ստացել, գնալու է նոր տարի անի, ասում է մենք նայեք, մենք մեղավոր չենք, մենք տվել ենք այս փողը։ Տոներից հետո նայենք։ Հիմա զբաղված ենք, ուզում ենք հանգստանանք, քեֆ անենք, նոր տարի անենք։ Հիմա էլ, եւ նախկիներ եւ ներկաներ շուտացելուկի պես ընկել են բակերը, էլ ինչ-որ ծրագրեր են ներկայացնում։ Ինչ պետք է անել իշխանավորը, այդ բարիսի։ Իշխանավորը պետքա իր բյուջեից տարետ մարդկանց աշխատավարձը, բայց հորխերի չէր տալու։ Դրանից հետո, տոներից հետո ոչինչ։ Տոներից հետո կանչել էր շինարարական այդ կամպանիայի ղեկավարին, դեմը դնելու էր այդ գումարը, հարց էր տալու ինչու չես տվել, տեսներ քրական հանցակաց կա, թե չկա, այդ չտալու մեջ կապված, որից հետո տուժով, տուգանքով այդ շինարարական կամպանիայից գանձելու էր այդ գումարը, օրենքի դիկտատուրան դա է։ Հայ մարդն էլ քաղաքացին շինականն էլ գնալ էր նոր տարի աներ, ու ասեր փառքը շատ Տեր Աստված, որ սենց իշխանություն մենք ունենք, սա է իրականությունը, սա է որ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ հայտարարում ենք, չի լինելու զորբաների ինստիտուտ, չի լինելու իշխանավորին տրվելու է բացառիկ իրավունք ներկայացնելու իշխանությունը, բայց միևնույն ժամանակ նաև պարտավորվածություն ունենալու պատասխան տա իր արածի համար։ Ով ես դու արա։ Մարզպետես, նախարարի տեղակալես, նախարարես հելում է մինչև բուրգի վերևը։ Բա որը դու գնում ես նոր տարի անելու։ Փողն էլ տվել ես այդ շինարարական կամպանիայի, բայց չկանչես մի հատ մոտդ ասես արա ուր է այդ փողը։ Այս մարդը խիակ մեր կներեք էլի մի քիչ ամբիցիոզ է։ Դուք կուսակցության իշխանություն գալուց հետո այն համայնքից, այն չգիտեմ մարզից, եթե ինչ-որ մեկը մի հոգի թեկուզ գա կառավարության դեմը պիկետ անի, դրա առաջի պատասխանատուն պետք է լինի այդ մարզի, չնայած մեր ծրագրի մեջ մարզպետարանները լուծարվելի են, չի լինելու մարզպետարան չի լինելու։ Վարչական շրջանի ներողություն, գյուղապետերին էլ ընտրովի չի լինելու։
առվից օգտվելով ասեմ, ամբողջ ցեղով գյուղում ապրում են 50-60 տարի, մի գյուղապետը սերունդը վերարտադրվելու է, չի լինելու։ Նշանակովի է լինելու եւ ուղիղ պարտավորություն է կրելու տվյալ կենտրոնական իշխանության առաջ։ Սա է իրականությունը, սա պետք է մենք կարողանանք անենք։ Ինչի ենք վատ ապրում, Հայկ Բարեսի, վատ ենք ապրում, որովհետեւ թող ներվի պետական լիազոր մարմինների մի մասը տգետ է, մի մասն էլ չի ուզում աշխատի։ Մի մասն էլ երևի հատուկ է անում, չգիտեմ, հատուկ է անում, որպեսզի այս պետությունը քանդվի, ինչ ասեմ։ Սա է իրականությունը։ Պարոն Բաղդասարյան, կարծում եմ կգան այն ժամանակները, երբ որ իշխանավորները կտան պատասխան իրենց արածների համար, ինչ վերաբերում է վերջին կացարանի իրավունքին, դա իհարկե պետք է միշտ մարդը իր վերջին կացարանը ունենա անկախ ամեն ինչից։ Մենք ամփոփում ենք մեր զրույցը, կլոր սեղանը, եթե ամփոփիչ խոսք ունեք, խնդրեմ։ Շնորհակալ եմ այդ հնարավորության համար, որ տվեցիք, ես կուզեմ ասեմ հետևյալը, հարգելի ընտրող։ Այսօր դուք ոչ թե նոր ստախոսների, այլ նոր արժե համակարգի կարիք ունեք։ Եվ եթե այս ընտրություններից հետո Հայաստանում ոչինչ չփոխվի, ապա մեղավորը միայն իշխանությունը չի լինելու։ Մեղավոր են լինելու նաև նրանք, ովքեր ընդդիմություն կոչվելով իրականում պահել են նույն հիվանդ համակարգը։ Ես հավատում եմ, որ հայ ժողովուրդը դեռ ունի ուժ տարբերելու ճշմարտությունը բեմականացումից։ Եվ այն օրը, երբ քաղաքացին վերջնականապես կհաղթի վախին, այդ օրը Հայաստանում կավարտվի քաղաքական ստրկությունը։ Այդ օրը Հայաստանում կհաղթի ոչ թե հերթական կուսակցությունը, այլ պետությունը, օրենքը եւ ազգային արժանապատվությունը։ Օրենքի դիկտատուրայի ուժով մենք պատրաստ ենք, որպեսզի կառուցենք արևային Հայաստան։ Կարծում եմ, պարոն Բաղդասարյան, մեղավոր կլինենք նաեւ բոլորս, առավել եւս այն մարդիկ, ովքեր չեն գնա ընտրությունների, որովհետեւ անտարբերությունը շատ ավելի վատ է, քան ուրեմն անգամ գնալ եւ ինչ որ սխալվել ընտրությունների ընթացքում։ Կարծում եմ, որ այս ընտրությունները այնքան ճակատագրական են, հարգելի դիտողներ, որ դեզանից յուրաքանչյուրը պետք է կատարի իր ընտրությունը։ Ինչպիսի Հայաստանում ենք մենք ապրելու հունիսի 8-ից սկսած։ Այն Հայաստանում, որտեղ զորբաները, անգրագետները, կաշառակերները, թալանչիները եւ ազգի դավաճանները ուրեմն փչացնելու են մեր ամբողջ երկրի իմաստը, հայի ինքնությունը, մատնելու են մեզ սովի, որովհետեւ մեր գյուղատնտեսությունը ուրեմն ոչնչանալու է, քանի որ մենք սպառում չունենք եւ Նիկոլը կարող է այո եւս 1 միլիարդ դոլար վերցնել պարտք, պետական պարտք եւ ուրեմն բաժանել մի անգամ, բայց ամեն տարի խոմ չես բաժանելու։ Ոչ էլ գազն է ստանալու ուրիշ տեղից, այ տարբեր ուրեմն օլիգարխներ նիկոլական ասում են այ մենք գազ կբերենք, էս կբերենք, բա բերեիք, բա 8 տարի ինչ էիք անում։ Բա 8 տարի փչացնում եք հարաբերությունները Ռուսաստանի հետ, հայտարարում եք, որ գնում եք Եվրամիություն, օրենքներ եք ընդունում, որ գնում եք Եվրամիություն, այս վիճակում, եւ հիմա դուք ուրեմն ասում եք, որ մենք սա կանենք, նա կանենք, դա խաբեություն է, հարգելի ժողովուրդ։ Խաբում են ձեզ, մատնելու են ցուրտ ձմռանը, մատնելու են սոված վիճակի, մատնելու են գյուղատնտեսության ոչնչացմանը, որը կբերի ամբողջ տնտեսության ոչնչացմանը եւ այլն։ Եվ դա իհարկե այն դեպքում, եթե մենք ունենանք այս իրավիճակը, երբ որ տեսնում եք ղեկավարող ուժը Նիկոլի գլխավորությամբ մեզ տանում է դեպի Թուրքիա։ Դե այդ դեպքում Ռուսաստանը կասի տարեք ձեր պամիդորը եւ ծիրանը վաճառեք Թուրքիայում կամ Փարիզում։ Եվ լրիվ հակառակ իրավիճակ կլինի մեզ մոտ, եթե գան այն ուժերը իշխանության, ովքեր Ռուսաստանի հետ կփորձեն գտնել համագործակցության բանալին, իսկ այդ բանալին, այսպես ասած, դրված է ափերի մեջ Ռուսաստանի, որը ասում է շարունակենք այնպես, ինչպես կար ԵԱՏՄ-ի անդամ շարունակեք լինել եւ այլ, այդպիսի կուսակցություններից մեկը դուք կուսակցությունն է, կարծում եմ դուք այս կիրակի կմասնակցեք ընտրությունների եւ կընտրեք ճիշտ կուսակցություն, որը մեզ թույլ կտա չկործանել մեր ապագան, մեր երկիրը, մեր տնտեսությունը, մեր հողը, մեր ջուրը, մեր հայ ինքնությունը։ Շնորհակալություն, մինչև հաջորդ հանդիպումներ։